Կաթողիկոսի վերաբերյալ գաղտնալսված ձայնագրությունը լսելով, այս աժոտաժը տեսնելով ցանցում, թե ինչպես են փորձում կաթողիկոսին ստիպել որպեսզի նա հեռանա, Նիկոլի իրավապահ համակարգից մինչև նրա ֆեյքեր շարքային, ես փորձեցի հասկանալ, թե լավ, Նիկոլ Փաշինյանը ինչ է ցանկանում անել, այս վարքը ինչպես կարելի է բացատրել։ Եվ ակամա հիշեցի գիտության մեջ հայտնի ագրեսիայի վերաուղղորդում հասկացությունը, որը հատուկ է մարդկանց, հատուկ է կենդանիներին, դա գիտեք ինչն է։ Երբ ուժդ չի պատում, քեզնից ավելի հզորների վրա, որոնց դեմ դու պատերազմ էիր հայտարարել, կամ ինքդ քեզ խաբել էիր, կամ խաբել էիր քո ընկերներին, հարևաններին, հարազատներին, որ դու կարող ես ինչ-որ մեկի վրա, որ ձկներ մկներ չեն պլստալու օրինակ, որ Արցախը Հայաստան է վերջ, որ Սերժին եւ Քոչյանին դատելու ես որպես թալանչիներ եւ այդպես շարունակ, հա։ Բայց հետո պարզվում է, որ դու այդքան չկայիր։ Դա նաեւ յուրահատուկ է այն տղամարդկանց, ովքեր դրսում փիսիկ են, իսկ տանը դառնում են առյուծ եւ այդ ագրեսիան ուղղում են ընտանիքի անդամների, կնոջ երեխաների վրա։ Դա դրան այդպիսի յուրահատուկ հոգեբանական տրյուկ է, եւ դա շատ տարածված է։ Ագրեսիայի վերաուղղորդում։ Երբ խոստացված հաղթանակները չկան եւ դու տապալված ես լիովին, պարտված ես, դու փորձում ես մինի հաղթանակներ գրանցել տնեցիների հաշվին։ Ինքնադրսևորվել որպես տղամարդ տանը։ Եվ հարձակվում ես քո ազգային ինստիտուտների, քո պետության հենասյուների, քո ժողովրդի հենասյուների վրա, ինչպեսին է եկեղեցին, եւ կաթողիկոսը որպես դրա ղեկավար։ Եվ այդպես բավարարում ես քո ագրեսիայի պարպումը։ Սա էր այն ասոցիացիան, եւ ես իսկապես ուզում եմ հարց բարձրացնել։ Լավ, ուժդ Ալիևի վրա չպատեց, նախկինների վրա չպատեց, բա որ կաթողիկոսի վրա էլ չպատի, ինչ ես անելու։